Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ձեզ հետ են Անի Ստեփանյանը եւ Արա Աբրահամյանը։ Բարի երեկո, օրվա իրադարձությունները նախ համարոտ։ Մայիսի 1-ը աշխատանքի եւ աշխատավորների միջազգային օրն է, այն նշվում է աշխարհի 142 երկրում։ Հայաստանի վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել։ Աշխատանքի միջազգային օրը Հայաստանում նշանավորվել է ավանդական երթով, որը կազմակերպել էր Արմիությունների կոնֆեդերացիան։ Երթի նպատակն էր լսելի դարձնել աշխատողի ձայնը պետական քաղաքականության, գործատուների եւ ամբողջ հասարակության համար։ Նոր-Նորքի թաղապետարանում տեղի ունեցած դեպքի առթիվ 4 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։ Նրանցից մեկը ակտիվիստ Արթուր Չախոյանն է, մեկը Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը, մյուսը Մայր Հայաստան դաշինքի հավաքանու անդամ Մեսրոպ Մանուկյանը։ Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Վալենսիայում միաձայն ընդունել է բանաձև, որով հավաստում է իր աջակցությունը Հայաստանի եվրոպական ձգտումներին։ Բանաձևի ընդունումից առաջ քննարկվել է Հայաստանի ընթացիկ քաղաքական իրավիճակը։ Եթե Երևանը ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր ձեռնարկի, միությունն ունի անհրաժեշտ միջազգային իրավական մեխանիզմներ մյուս անդամպետությունների շահերը պաշտպանելու համար։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղաստանդյանի հայտարարությունը։ Սիրիայում դրուզ փոքրամասնության առնվազն 15 անդամ է սպանվել, հայտնել է Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնը։ Զոհերը թիրախավորվել են 3 ուշ երեկոյան Դամասկոս Սուեյդա մայրուղու վրա, օրվա միջազգային անցուդարձը։ Մայիսի 1-ը աշխատանքի եւ աշխատավորների միջազգային օրն է, այն նշվում է աշխարհի 142 երկրում։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում մասնավորապես ասված է. Մայիսի 1-ին նշում ենք աշխատանքի եւ աշխատավորների համերաշխության միջազգային օրը եւ ուզում եմ բոլորիս շնորհավորել օրվա առիթով։ Քաղաքակրթությունը ձևավորվել ու զարգանում է աշխատանքի արդյունքում եւ աշխատանքն է այն գործիքը, որով հնարավոր է անհատի եւ հանրության կյանքն ավելի լավը դարձնել։ Ասվածի մեջ բանալի արտահայտությունը հնարավորեն է։ Աշխատանքն իհարկե անհատի եւ հանրության կյանքն ավելի լավը դարձնելու անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է, որովհետեւ գոհացուցիչ արդյունքներ բերում է միայն արդյունավետ աշխատանքը, իսկ արդյունավետ լինելու համար աշխատանքը պետք է հիմնված լինի գիտելիքի, շարունակաբար զարգացող հմտության, այսինքն կրթության ու կրթվելու վրա։ Կառավարությունն ու կառավարող մեծամասնությունը Հայաստանի Հանրապետությունն առաջնորդում են այս տրամաբանությամբ, հասկանալով, որ սա պարզ ճանապարհ չէ, որովհետև խոսել գիտելիքն ընդլայնելու, հմտությունը զարգացնելու անհրաժեշտության մասին նշանակում է արձանագրել, որ մենք ինչ-որ բան չգիտենք, ու երբեմն անհատական, հանրային, պետական մակարդակով հեշտ չէ խոստովանել, որ մենք ինչ-որ բան չգիտենք, չնայած ակնհայտ է, որ բոլոր տեղերում բոլորն ինչ-որ բան չգիտեն, եւ թերևս մենք պետք է ուժ ունենանք խոստովանելու, որ մենք վատ ենք ապրում մեր չիմացածի չափով, եւ լավ ապրում ենք մեր իմացածի չափով, եւ մեր բարեկեցությունն ընդլայնելու համար մեզ պետք է փոքրացնել մեր չիմացածի ծավալը եւ ընդլայնել մեր իմացածի ծավալը, իսկ սա հնարավոր է աշխատանքի եւ կրթության եւ աշխատանքի ամենասերտ փոխկապակցման միջոցով։ Աշխատանքի միջազգային օրը Հայաստանում նշանավորվել է ավանդական երթով, որը կազմակերպել է Արմիությունների կոնֆեդերացիան։ Երթն անցկացվել է արժանապատիվ աշխատանք խորագրի ներքո։ Արմիությունները պահանջել են բարելավել աշխատավայրերի աշխատանքային պայմանները, ապահովել արդար վարձատրություն եւ պաշտպանել սոցիալական իրավունքները։ Երթի նպատակն է եղել լսելի դարձնել աշխատողի ձայնը պետական քաղաքականության, գործատուների եւ ամբողջ հասարակության համար։ Մայիսի 1-ը աշխարհում նշվում է որպես աշխատանքի միջազգային օր, ուղղված աշխատավորի իրավունքների պաշտպանությանը եւ արժանապատիվ աշխատանքի գաղափարի տարածմանը։ Այն սկիզբ է առել 19-րդ դարի վերջում Ամերիկայի Միացյալ Նահանգներում, երբ աշխատավորները պայքարում էին 8-ժամյա աշխատանքային օրվա համար։ 1886 թվականին Չիկագոյում տեղի ունեցած բողոքի ցույցերից հետո մայիսի 1-ը դարձավ համաշխարհային խորհրդանիշ։ Այսօր այն հիշեցնում է, որ աշխատանքը պետք է լինի ոչ միայն եկամտի աղբյուր, այլև արժանապատվության եւ զարգացման հիմք։ Աշխատողների իրավունքները, արդար վարձատրություն, անվտանգ պայմաններ շարունակում են արդիական մնալ։ Հայաստանում եւս աշխատանքային իրավունքների պաշտպանությունն ու բարեփոխումները մնում են կարևոր օրակարգային հարցեր։ Մայիսի 1-ը տոն է եւ միաժամանակ հարթակ ընդգծելու սոցիալական արդարության եւ աշխատողի ձայնի կարևորությունը։ Մեր երկրի նպատակն է ունենալ արժանապատիվ աշխատանք, ունենալ արժանապատիվ աշխատանքային միջավայր։ Մարդը յուրաքանչյուր տնտեսության հիմքն է, այլապես մենք չենք կարող ունենալ ուժեղ եւ հզոր պետություն։
Օրվա արդիվ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան կազմակերպել է ավանդական երթ, որն այս անգամ անցկացվում է արժանապատիվ աշխատանք խորագրի ներքո, ապա քաղաքական այս երթի նպատակն է ևս մեկ անգամ բարձրաձայնել այն խնդիրները, որոնք առնչվում են աշխատանքային պայմանների բարելավմանը, աշխատողի պաշտպանությանը եւ սոցիալական արդարությանը։ Երթը կոչ է ուղղված գործատուներին, իշխանություններին եւ ամբողջ հասարակությանը ստեղծելու պայմաններ, որ աշխատանքը լինի ոչ միայն եկամտի աղբյուր, այլև զարգացման ու հարգանքի միջավայր։ Մայիսի 1-ը հիշեցնում է, որ այդ պահանջները մնում են նույնքան արդիական, որքան տասնամյակներ առաջ էր։ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասարյանի խոսքով Երթի նպատակը հենց դա է, որպեսզի աշխատողները բարձրաձայնեն իրենց պահանջները, իրենց իրավունքների մասին խոսեն եւ պահանջեն սոցիալական արդարություն։ Արժանապատիվ աշխատանքը ենթադրում է ապահով եւ անվտանգ պայմաններ, արդար վարձատրություն, սոցիալական պաշտպանություն եւ աշխատողների ձայնի հստակ ներկայություն որոշումների կայացման գործընթացում, որոնց մասին ես միշտ հորդորում եմ աշխատողներին բարձրաձայնել եւ գնալ խախտված իրավունքի հետեւից։ Հայաստանի բանկերի եւ ֆինանսավարկային կազմակերպությունների ճյուղային արհմիության նախագահ Լաուրա Հակոբյանն էլ նշել է այն հիմնական խնդիրները, որոնց ավելի հաճախ բախվել է իր աշխատանքային գործունեության ընթացքում։ Խնդիրները տարաբնույթ են։ Խնդիրները կապված են աշխատանքային ժամերի հետ, արձակուրդների հետ եւ շատ այլ խնդիրներ։ Բայց այդ ամենը կապված է աշխատանքային ռիթմի, ռեժիմի հետ։ Այսինքն դուք գիտեք, համակարգը աշխատում է ոչ նորմավորված, ասենք, ընդմիջման ժամերի հետ, ոչ նորմավորված, ասենք, ընթացքում աշխատանքային հարաբերությունների հետ։ Արհմիությունների ներկայացուցիչների խոսքով արժանապատիվ աշխատանքը պետք է դառնա պետական եւ գործատուական քաղաքականությունների առաջնահերթ ուղղություն։ Նրանց համոզմամբ աշխատավորի իրավունքների լիարժեք պաշտպանությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ օրենսդրական կարգավորումները համալիր են, վերահսկողությունը հետևողական, իսկ աշխատողների ձայնը լսելի ու ազդեցիկ։ Մայիսի 1-ի երթը եւս մեկ հիշեցում էր, որ արդար վարձատրությունը, առողջ եւ անվտանգ աշխատանքային պայմանները, սոցիալական երաշխիքներն ու հավասար հնարավորությունները միայն կարգախոսներ չեն, այլ հիմնարար իրավունքներ, որոնք պահանջում են իրական գործողություններ։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Երևանի ավականու քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը տարածել է հայտարարություն նոր վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ Խմբակցությունը խստորեն դատապարտել է կատարվածը, նշելով հայհոյանքը, վիրավորանքը եւ բռնությունը անընդունելի են։ Ցանկացած տեսակի բռնություն, այդ թվում հոգեբանական, որը կարող է արտահայտվել վիրավորանքի կամ անձի արժանապատվությունը նսեմացնելու միջոցով, անթույլատրելի է։ Նման դրսևորումները կանխարգելման բացակայության պայմաններում հաճախ հանգեցնում են ֆիզիկական բռնության, ասված է հայտարարության մեջ։ Իդեպ քննչական կոմիտեից հայտնել են, որ Նոր-Նորքի թաղապետարանում տեղի ունեցած դեպքի առթիվ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությամբ խուլիգանություն կատարելու հոդվածով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ։ Նաև խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով հոդվածով 2 անձի նկատմամբ։ Նրանցից մեկը ակտիվիստ Արթուր Չախոյանն է եղել, մեկը Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը, մյուսը Մայր Հայաստան դաշինքի ավականու անդամ Մեսրոպ Մանուկյանը։ Հիշեցնենք, որ նախորդին ակտիվիստ Արթուր Չախոյանը գնացել Նոր-Նորք վարչական շրջանի աշխատակազմում անցկացվող հանրային քննարկմանը մասնակցելու համար։ Մինչև քննարկման մեկնարկը վիճաբանություն է սկսվել թաղապետարանի աշխատակիցների եւ ակտիվիստի միջև։ Վիճաբանությունը վերածվել էր ծեծկրտուքի, որին մասնակցել է նաեւ վարչական շրջանի ղեկավար։ Դատավոր Արտուշ Գաբրելյանն էլ կալանավորվել է, տեղեկությունը հաստատել են գլխավոր դատախազությունից, դատավորը մեղադրվում է կաշառք ստանալու համար։ Հիշեցնենք, որ դատավոր Արտուշ Գաբրելյանը ապրիլի 29-ին դատական նիստի է եղել, երբ իրավապահները գնացել են դատարան, նրա աշխատասենյակում խուզարկություն իրականացնելու։ Դրանից հետո գլխավոր դատախազը դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրան ազատությունից զրկելու թույլտվություն ստանալու համար դիմել էր բարձրագույն դատական խորհրդին։ ԲԴԽ-ն մեկ այլ որոշմամբ էլ կասեցրել է դատավորի լիազորությունները հաշվի առնելով, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։
Շարունակում ենք թողարկումը Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Վալենսիայում միաձայն ընդունել է բանաձև, որով հավաստում է իր աջակցությունը Հայաստանի եվրոպական ձգտումներին։ Փաստաթուղթը գնահատում է Երևանի նախաձեռնությունները ժողովրդավարության խորացման եւ ԵՄ-ին ինտեգրվելու ուղղությամբ։ Բանաձևի ընդունումից առաջ քննարկվել է Հայաստանի ընթացիկ քաղաքական իրավիճակը։ Վալենսիայում ընթացող Եվրոպական ժողովրդավարական կուսակցության կոնգրեսում Հայաստանին նվիրված բանաձևի ընդունումը արձանագրել է կարևոր քաղաքական ուղերձ։ Հայաստանում ընթացիկ քաղաքական իրավիճակը վերնագրով փաստաթուղթը հեղինակել են Եվրոպական խորհրդարանի падգամավորներ Մարիա Լեքսմանը եւ Ռասա Յուկնևիչյանին։ Նրանք հստակ նշել են, որ ԵՄ-ն պետք է աջակցի Երևանի եվրոպական ուղղությանը։ Հայաստանի հարցով զեկուցող Ռասա Յուկնևիչյանին Լիտվայի պատվիրակության անունից ելույթում հատուկ ընդգծել է, որ Հայաստանի ժողովրդավարական պահանջում է հստակ եվրոպական աջակցություն, արձագանքելով այն նարատիվներին, թե Եվրոպան անտարբեր է Հայաստանի եվրոպական ձգտումների նկատմամբ։ Նա հայտարարել է. Դարեր շարունակ Ռուսաստանի հետ կապված լինելուց հետո Հայաստանը փորձում է վերագտնել իր ուղին դեպի Եվրոպա։ Մենք ասում ենք, Հայաստանը Եվրոպա է։ Ցեղասպանությունը վերապրած եւ ծանր կորուստներ տեսած այս ժողովուրդն այսօր հայտարարում է, որ Եվրոպան իր տունն է եւ Եվրամիությունը պետք է բռնի այդ մեկնած ձեռքը գործակցության կամուրջներ կառուցելով։ Պատգամավորը նշել է, որ սա ռազմավարական հնարավորություն է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ Սևծովյան տարածաշրջանի եւ հենց Եվրամիության համար։ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Հայաստանի հարցով զեկուցող Մարիամ Լեքսմանն էլ իր ելույթում հայտարարել է, որ Եվրամիությանն ինտեգրվելու նախաձեռնության գործում ԵԺԿ-ն ցանկանում է ակտիվ աջակցություն ցուցաբերել Հայաստանին։ Ըստ նրա, Եվրոպական ժողովրդավարական կուսակցությունը կանգնում է Հայաստանի կողքին նրա աշխարհաքաղաքական ուղղության այս պատմական շրջադարձի ընթացքում եւ պատրաստ է խթանել տնտեսական գործակցությունն ու բարեփոխումների գործընթացը։ ԵԺԿ-ն շատ բարձր է գնահատում Հայաստանի ջանքերը անելու ամեն հնարավորը հարևանների հետ հարաբերությունների կարգավորման համար։ Մենք իսկապես գնահատում ենք Թուրքիայի հետ նրա կառուցողական երկխոսությունը, հատկապես այս օրերին, երբ հիշատակում ենք հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Մենք տեսնում եւ գնահատում ենք Հայաստանի ջանքերը եւ առաջնորդությունը Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններում։ Չնայած 2023 թվականի ռազմական հարձակմանը, որի հետևանքով տասնյակ հազարավոր հայեր տեղահանվեցին։ Մենք կոչ ենք ազատ արձակել բոլոր բանտարկյալներին, անհապաղ եւ առանց նախապայմանների։ Եվ մենք նաեւ հիշում ենք Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հայկական փոքրամասնության երաշխավորած իրավունքի մասին։ Մարիամ Լեքսմանի խոսքով Հայաստանը վերադառնում է իր եվրոպական արմատներին եւ ԵԺԿ-ն պատրաստ է այս ճանապարհին լինել հուսալի գործընկեր։ Բանաձևն ընդունվել է միաձայն։ Բանաձևում ԵԺԿ-ն բարձր է գնահատում Հայաստանի վերջին քաղաքական զարգացումները, մասնավորապես ԵՄ-ին անդամակցության գործընթաց մեկնարկելու վերաբերյալ օրենսդրական քայլերը։ Փաստաթղթում ողջունվում է նաեւ հապկից Հայաստանի մասնակցության կասեցումը, ինչը ներկայացվում է որպես աշխարհաքաղաքական ռազմավարության պատմական շրջադարձ։ ԵԺԿ-ն աջակցում է Հայաստանի ԵՏՄ-ից կախվածությունը նվազեցնելու եւ ԵՄ-ի հետ տնտեսական ու քաղաքական ինտեգրումը խորացնելու ջանքերին։ Կոնգրեսը վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությանը, նաեւ ողջունել է վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը։ Որպես Հայաստանի զարգացման եւ տարածաշրջանային գործակցության խթան ընդգծվել է նաեւ խաղաղության խաչմերուկ նախագիծը։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Եվ կարճատև գովազդային դադարից հետո կշարունակենք թողարկումը։
Անդրադառնանք այլ թեմաների, Հայաստանը ԵԱՏՄ-ի կարևոր մասնակից է, ուստի մեզ չեն կարող չանհանգստացնել Եվրամիության հետ մերձեցման ուղղված Երևանի քայլերը, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նրա խոսքով հայ գործընկերների հետ շփումների ընթացքում պարզաբանում են ԵԱՏՄ-ին եւ ԵՄ-ին միաժամանակ անդամակցելու անհնարինությունը։ Երևանում լավ են հասկանում ԵԱՏՄ-ին մասնակցելու օգուտներն ու դրանից դուրս գալու դեպքում բացասական հետևանքները։ Եվրամիությունը չի կարող փոխհատուցել Հայաստանի տնտեսության համար անխուսափելի կորուստները, ասել է Պաշտոնյան։ Նա միաժամանակ հիշեցրել է, որ Հայաստանը երբևէ չի հայտարարել Եվրասիական միությունից դուրս գալու մտադրության մասին, բայց եթե Երևանը այնուամենայնիվ ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, այլ կերպ ասած խախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը, միությունն ունի անհրաժեշտ միջազգային իրավական մեխանիզմներ մյուս անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար։ Սիրիայում դրուզ փոքրամասնության առնվազն 15 անդամ է սպանվել, հայտնել է մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնը։ Զոհերը թիրախավորվել են 3 ուշ երեկոյան Դամասկոս Սուեյդա ամայրուղու վրա, ենթադրաբար Սիրիայի անվտանգության ուժերի եւ կառավարամետ աշխարհազորայինների կողմից իրականացված հարձակման ժամանակ։ Ըստ տեղեկությունների զոհերը զինված դրուզ տղամարդիկ են եղել, որոնք փորձել են հասնել Սահնայա քաղաք, օգնելու այլ դրուզների, որոնք նույնպես արյունալի հարձակումների թիրախ են դարձել։ Մեծ Բրիտանիայում տեղակայված սիրիական իրավապաշտպան կենտրոնի տվյալներով երկուշաբթի օրվանից ի վեր առնվազն 56 մարդ է զոհվել Սուննիի աշխարհազորայինների եւ Իսրայելի կողմից աջակցվող զինված դրուզ խմբավորումների միջև բախումների ժամանակ։ Միջազգային եւ տարածաշրջանային մյուս նորություններին ծանոթացեք տեսաշարով։ Միացյալ Նահանգները եւ Ուկրաինան ստորագրել են հազվագյուտ հանածոների շուրջ համաձայնագիրը։ Այն նախատեսում է վերակառուցման ամերիկա-ուկրաինական ներդրումային հիմնադրամի ստեղծում, որը ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության թույլ կտա երկու երկրներին գործակցել եւ ներդրումներ կատարել միասին, որպեսզի ընդհանուր ակտիվները, տաղանդներն ու հնարավորությունները կարողանան արագացնել Ուկրաինայի տնտեսության վերականգնումը։ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը մամուլի հաղորդագրության մեջ նշել է, որ համաձայնագիրը հստակորեն ազդարարում է Ռուսաստանին, որ Թրամփի վարչակազմը հավատարիմ է խաղաղ գործընթացին, որը հիմնված է երկարաժամկետ հեռանկարում ազատ, ինքնիշխան եւ բարգավաճ Ուկրաինայի ստեղծման վրա։ Բեսենտը ամերիկա-ուկրաինական վերակառուցման ներդրումային հիմնադրամի ստեղծումը պատմական տնտեսական գործընկերություն է անվանել եւ շնորհակալություն հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին այն բանի համար, որ նա պնդել է, որ այն ստորագրվի որպես պատերազմը դադարեցնելու իր ջանքերի մի մաս։ Ուկրաինական կողմից այն ստորագրել է առաջին փոխվարչապետ Յուլիա Սվիրիդենկոն։ Ստորագրումից հետո նա հայտնել է, որ ներդրումային հիմնադրամը կլծվի բացառապես նոր լիցենզիաներից ստացված եկամուտներով։ Ուկրաինայի տեղական իշխանությունների հաղորդմամբ ռուսական բանակը անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակվել է Ուկրաինայի մի քանի շրջանների վրա, ինչի հետևանքով Օդեսայում առնվազն 2 մարդ է զոհվել։ Օդեսայի նահանգապետ Օլեգ Կիպերը տելեգրամում հայտնել է, որ Օդեսայի Սևծովյան նավահանգստի վրա հարձակման հետևանքով բնակելի թաղամաս է տուժել, ինչի հետևանքով 5 մարդ վիրավորվել են։ Նրա հաղորդմամբ վնասվել են նաև բարձրահարկ շենքեր, բնակելի տներ, սուպերմարկետ եւ դպրոց, որոշ տեղերում հրդեհ է բռնկվել։ Պայթյուններ են լսվել նաև Սումի քաղաքի հյուսիսարևելյան մասում։ Ուկրաինայի 11 շրջաններում ապրիլի 30-ի ուշ երեկոյան եւ գիշերային ժամերին հրետակոծության ժամանակ հայտարարվել է օդային տագնապ։ Նախազգուշացումներ են հայտարարվել Կիևում, Խարկովում, Չեռնիգովում, Դոնեցկում, Դնեպրոպետրովսկում, Զապորոժիեում։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը համոզմունք է հայտնել, որ իր երկրի եւ Եվրոպայի միջև հարաբերությունները վաղ թե ուշ անպայման կվերականգնվեն։ Իրավիճակն այժմ ավելի բարդ է, քան այն ժամանակ էր՝ սպիտակ եւ սև, կարմիր եւ շագանակագույն։ Ես կասկած չունեմ, որ վաղ թե ուշ մեր հարաբերությունները Եվրոպայի հետ կվերականգնվեն, դա կասկածից վեր է, ընդգծել է Ռուսաստանի նախագահը։ Միացյալ Նահանգների եւ Չինաստանի ներկայացուցիչները բանակցում են առևտրային համաձայնագրի շուրջ։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է իր վարչակազմի ղեկավարության հետ Սպիտակ տանը կայացած հանդիպման ընթացքում։ Հուսով եմ որոշ պահի գործարքը կկայանա, մենք բանակցում ենք Չինաստանի հետ, նշել է Թրամփը։ Նա նաև հայտնել է, որ դրական է տրամադրված Չինաստանի եւ նրա առաջնորդ Սի Ցինփինի նկատմամբ ամբողջ Չինաստանում փակվում են գործարաններ, քանի որ մեզ անհրաժեշտ չէ նրանց արտադրանքը, հայտարարել է Թրամփը։ Ապրիլի 2-ին Թրամփը հրամանագիր էր ստորագրել այլ երկրներից ներմուծվող ապրանքների նկատմամբ փոխադարձ մաքսատուրքերը սահմանելու մասին։ Դանիայի մայրաքաղաքի կենտրոնում առնվազն 11 մարդ վնասվածքներ է ստացել բազմության մեջ մեքենայի մխրճվելու հետևանքով։ Իրավապահների տվյալներով 3 մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, տուժածների թվում է նաև վարորդը։ Կոպենհագենի ոստիկանապետը Ռիզաու գործակալությանը հայտնել է, որ մեքենան սկզբում անցել է ճանապարհաշինարարական աշխատանքների հատվածով, ապա հարվածել է հեծան որդին ու մխրճվել սրճարանի մոտ հավաքված բազմության մեջ։
Իսրայելում անտառային խոշոր հրդեհներ են, դրանք արագորեն տարածվում են ուժեղ քամու հետևանքով, որոշ շրջաններում տարհանում են բնակիչներին, արգելափակվել են ավտոճանապարհները, դադարեցվել է գնացքների երթևեկությունը։ Կրակը տարածվել է նաև Երուսաղեմի արվարձաններում, երկրի իշխանությունները դիմել են միջազգային գործընկերներին օգնության խնդրանքով։ Ենթադրվում է, որ որոշ հրդեհների պատճառ կարող էին դառնալ հրկիզումները, մի քանի կասկածյալ ձերբակալվել է։ Եվ թողարկումից անմիջապես հետո ազատ զրույցի տաղավարում Արտուր Կիրակոսյանը կզրուցի վերլուծաբան Հովսեփ Խորշուդյանի հետ։ Իսկ այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, թողարկման ավարտին ծանոթացեք եղանակային կանխատեսումներին։ Իսկ մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս ցտեսություն։